Վերադարձանք տաղավար եւ շատ օրգանիկ այսպես կպնում ենք հաջորդ թեմային, արվեստից շատ հեռու չենք գնում, մնում ենք արվեստի մեջ, որովհետեւ թատրոնի միջազգային օրն է շուտով նշվելու մարտի 27-ին տոնի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 21-ից 29-ը իրականացվելու է թատերական շաբաթ ծրագիրը, թատրոնները ներկայացնելու են թատերական ներկայացումներ, բնականաբար կլինեն առաջնախաղեր, մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարև ձեզ։ Սկսենք նրանից, թե որն է գաղափարը թատերական շաբաթի եւ սա առաջին տարին չէ, որ իրականացվում է։ Այո, շնորհակալություն հրավերի համար։ Իսկապես սա շատ կարևոր եւ հետաքրքիր նախաձեռնություն է նախարարության կողմից, քանի որ անցկացնում ենք արդեն 3-րդ տարին եւ սա կարելի է անվանել բաց դռների օր, բայց շատ մեծ, այսինքն բոլոր թատրոնները հանրապետության բացում են իրենց դռները եւ ոչ միայն թատրոնի դռները, ետնաբեմի դռները, դերասանների, ուրեմն սենյակների դռները եւ այն վայրերը, որտեղ հասանելի չեն, սովորական ժամանակ հասանելի չեն հանրությանը եւ հանդիսատեսին։ Այստեղ շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք ստեղծել օրգանիկ կապ հանդիսատեսի եւ թատրոնի միջև եւ թատրոն ասվածը նաեւ մարդկանց միջև դերասանների, տեխնիկական սպասարկողների եւ այն բոլոր 10-ից ավելի մասնագիտությունների, որոնք գոյություն ունեն թատրոնում եւ մեր հանրությունը շատ տեղյակ չէ այդ մասնագիտություններից եւ այստեղ մի շատ լավ հետաքրքիր առիթ է, որպեսզի ծանոթանան, խոսեն, անձամբ խոսեն, հարցեր ուղղեն եւ ընդհանուր առմամբ ավելի ճիշտ կարծիք կազմեն թատրոնի մասին։ Իրականում շատ կարծրատիպային վերաբերմունք կա թատրոն այցելությունների հետ կապված, որ ես բացարձակ չեմ կիսում, հաճախ լսում ենք, որ դե թատրոններ չեն այցելում, եւ այլ մարդ, ով փորձում է գոնե շաբաթը մեկ անգամ, այցելել դիտել տարբեր ներկայացումներ, կարող եմ իրավիճակը ռեալ գնահատել եւ ասել, որ տոմսեր շատ դեպքերում ուղակի դժվար է ձեռք բերել։ Հետաքրքիր է ձեր դիրքորոշումը, գուցե ես այսպես շատ մակերեսային եմ նայում, ձեր դիրքորոշումը, ձեր տեսակետը ինչպիսին է, ինչքանով է մեծացել վերջին տարիներին հանրության հետաքրքրությունը նույն ներկայացումների առհասարակ թատրոնի հանդեպ։ Շնորհակալություն, շատ ճիշտ դիտարկում եք անում, կային այդպիսի կարծրատիպեր, որ թատրոն մարդիկ չեն գնում եւ այլն։ Գիտեք, վերջին տարիների մեր շատ ակտիվ աշխատանքը եւ թատրոնների հետ թատրոնի ստեղծագործական կազմերի հետ, վարչական կազմի հետ, պետության ներդրումները թատրոններում դա բերեց նրան, որ այսօր իսկապես մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ լավ ներկայացումների համար շատ դժվար է տոմս գտնել։ Դա նշանակում է ինչ։ Նշանակում է, եթե մենք ունենանք լավ կոնտենտ, հետաքրքիր կոնտենտ, որը համահունչ է այսօրվա կյանքի հետ, այսօրվա սպասելիքներին, այսօրվա ակնկալիքներին եւ Հայաստանը որպես այդպիսին լինի երկիր աշխարհի քարտեզի վրա, ոչ թե իզոլացված մի ինչ-որ տարածք։ Այդ ժամանակ բնականաբար հանդիսատեսը ներկա կլինի թատրոնում եւ դա ապացուցվում է, օր-օրի ապացուցվում է։ Մենք ունենք բարբերաբար ունենք նոր ներկայացումներ, ունենք արտասահմանից եկած հյուրեր, այստեղ նոր ստեղծագործություններ են ստեղծվում եւ այդ որակյալ կոնտենտի համար բնականաբար հանդիսատեսը ներկա է գտնվում։ Ասեմ նաեւ, որ մեր քաղաքականության շնորհիվ նոր ֆորմատներ են նաեւ ի հայտ գալիս, այսինքն այդ ավանդական բեմի վրա բեմ հանդիսատես այդ երևույթը, այդ կարծրատիպներն է կոտրվում, որովհետեւ թատրոնը կարող է խաղալ, թատրոն կարելի է խաղալ տանիքում, նկուղում, ջեմասրահում, փոքր այլ սենյակում, այսինքն այդ ֆորմատները սպասված են եւ հանդիսատեսը շատ է սիրում եւ իմիջիալոց այդ փոքր ֆորմատների տոմսերը ավելի շուտ եւ ավելի թանկ են վաճառվում, այսինքն նշանակում է, որ հանդիսատեսը սպասում է նոր շնչի եւ ունենք դա, մենք արդեն սկսել ենք ունենալ եւ շատ կարեւոր ու շատ ուրախալի նորություն է։ Պարոն Դանիելյան, քանի որ դուք շատ եք դիտում ներկայացումներ եւ ամեն օր տարբեր միջոցառումների եք լինում, չեմ կարող մեր հեռուստադիտողի անունից չհարցնել ձեզ համար top 3 ներկայացումները, որոնք պարտադիր է դիտել։ Եկեք այսպեսի բան չդնենք, որովհետեւ ամեն մեկը թող իր ճաշակով գնա, իր ճաշակով, իր սպասելիքներով, իրեն հարմար վայրում գնա ներկայացում դիտի։ Ես ուղղակի այս շաբաթվա շրջանակներում կարող եմ ասել երկու կարևոր պրեմիերա ունենք։ Առաջինը
օպերայում ունենք պայացներ, օպերան, որ վերջապես եւ իտալացիների իտալացի գործընկերների միջոցով ներկայացվելու է, հրաշալի մի ներկայացում, հրաշալի մի օպերա, որը շատ սպասված էր եւ վստահ եմ, որ եթե անունը ասելով մեր հանդիսատեսը միգուցե չճանաչի, բայց երբ որ երգերը, արիաները լսի, միանգամայն ճանաչելու է, որովհետեւ շատ ուրեմն ճանաչված ստեղծագործություն է եւ այս շաբաթ ամսի 28-ին Գյումրի, եթե կուզեք այցելել Գյումրի, ուրեմն նորից հետաքրքիր առաջնախաղ կա, ամենասիրուն ջրահեղձը վերնագրով եկեք այս պրեմիերաներին առաջարկենք, որպեսզի գնալ։ Բնականաբար ունենք բոլոր թատրոններում ունենք նոր ներկայացումներ, Ստանիսլավսկի անվան թատրոնում ունենք Համլետ Կոլապս նոր ներկայացումը, Համազգային թատրոնում ունենք մի քանի 3 այս տարվա սկզբից 3 նոր ներկայացումներ, Խամաճիկներում ունենք, Տիկնիկայինում ունենք, ամենտեղ Արտաշատում ունենք, մի խոսքով մարզերում թե Երևանում ունենք բուրըն թատերական կյանք եւ ես հրավիրում եմ, որ մեր հանդիսատեսը գնա, մասնակցի, ուրախանա, հետաքրքիր ժամանակ անցկացնի եւ կրթվի։ Եթե մարզերի ներգրավվածության մասին խոսենք, մենք ունենք մեծ քաղաքներ, որտեղ օրինակ չկան թատրոնի շենքեր։ Ես մեծացել եմ քաղաք Արմավիրում, Արմավիր մարզ, այնտեղ մենք չունեինք թատրոնի շենք եւ ներկայացումներ ես կարողանում եմ ինձ թույլ տալ դիտել, օրինակ երբ որ էքսկուրսիա ենք գալիս դասարանով Երևան։ Այս խնդիրը վերջին տարիներին ինչքանով է ուշադրության կենտրոնում եւ Արմավիր քաղաքում վերջապես կունենանք թատրոնի շենք, թե չէ։ Տեսեք, շնորհակալություն, շատ կարևոր է մեզ համար մարզերում ակտիվացնել եւ երաժշտական, եւ թատերական, եւ պարային մի խոսքով մշակութային կյանքը։ Այնտեղ այն վայրերում, որտեղ կան պետական թատրոններ, բնականաբար շատ մեծ ներդրումներ ենք արել եւ շարունակում ենք անել ենթակառուցվածքների տեխնիկական մասով եւ որակյալ ներկայացումներ տանելու մասով։ Այն վայրերում, որտեղ դժբախտաբար թատրոններ չկան։ Այդտեղ մենք իրականացնում ենք գործընթացային դրամաշնորհերի միջոցով ծրագրեր, այսինքն կազմակերպությունները, խմբերը գալիս են, շահում են ֆինանսավորման ուրեմն հնարավորություն եւ հենց այդ վայրերում իրականացնում են նախագծեր։ Տեսեք, եւ հանձնարարված է նաեւ օրինակ Արտաշատի թատրոնում հանձնարարել ենք, որպեսզի հարակից մարզերում եւս գործունեություն ծավալեն Վայոց ձորում, Արմավիրում, ինչպես ասեցիք, հնարավորին չափ շատ լավ է, որ այդ սպասելիքը կա, դա մեզ օգնում է եւ դա մեզ խրախուսում է, որպեսզի ել ավելի ներդրումներ անենք եւ ել ավելի ուրեմն աշխարհագրական տեսակետից ծածկենք ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Եթե վերադառնանք թատերական շաբաթին, ինչպիսի միջոցառումներ կան բացի ներկայացումներից, արդյոք կան վարպետաց դասեր եւ ովքեր կարող են մասնակցել ձեր ասած բաց դռների օրերին, արդյոք աշակերտների համար դրանք հասանելի են, թե միայն մեծ տարիքային մարդկանց համար, որովհետեւ աշակերտների ներգրավվածությունն այնքանով է կարեւոր, որ կլինեն երեխաներ, ովքեր մասնագիտական կողմնորոշում կստանան այս օրերի հետ։ Ես հիշում եմ անցած տարին անվճար բաներ կան Այս տարի կան անվճար տասնյակ միջոցառումներ, հասանելիությունը բոլորի համար է, այսինքն բաց դռներ նշանակում է բոլորի համար, եթե դուք ցանկանաք, օրինակ ձեր բալիկների հետ կամ ընկերուհիներով կամ ընկերներով այցելեք, համեցեք, բնականաբար կարող եք դա անել, բայց ավելի շատ շեշտադրումը դրել ենք երիտասարդների, աշակերտների, դպրոցականների ուրեմն վրա, քանի որ դպրոցական արձակուրդներ են եւ ազատ ժամանակ ունեն մեր աշակերտները եւ կարող են դասարաններով կամ խմբերով իրենց հայրիկ մարիկների, տատիկ, պապիկների հետ այցելել։ Մի խոսքով բոլորին։ Բնականաբար այստեղ տեսեք կան ունենք վարպետաց դասեր, ունենք տարբեր տեսակի ուրեմն հանդիպումներ դերասանների հետ, ինտերակտիվ ընթերցանություններ ունենք, դեր խաղալու ուրեմն նախագծեր կան, այստեղ փոքրիկ խմբերով եւ կա բացահայտում ետնաբեմի տեխնիկական մասի, այնտեղ որտեղ հարդարվում են մեր սիրելի դերասաններ այդ վայրերում, այնտեղ որտեղ իրենց շորերն են պատրաստում, այնտեղ որտեղ տիկնիկներ են պատրաստում։ Մի խոսքով հիմնականում մենք առաջարկում ենք այդ փոքրիկ խմբերով այցեր այդ վայրերում, որ նշեցի, աշակերտների համար։ Այդտեղ աշակերտները բնականաբար կարող է այտենց մի հետաքրքիր բան որոշեն դառնան թատերական, ուրեմն այդ մասնագիտությունից մեկի վարպետ կամ դառնան շատ հրաշալի հանդիսատեսներ։ Այո։ Ճանաչելով, լավ ձևով ճանաչելով թատրոնը։ Այստեղ ներողություն մի բան էլ ավելացնեմ, մենք նաև ուզում ենք կոտրել այն կարծրատիպը, որ պատնեշ կա բեմի եւ
ուրեմն հանդիսատեսի միջև։ Քանի որ միջ այժմ նկատել ենք այդ ձեր ասած կարծրատիպերի շարքում նկատել ենք, որ կա դահլիճ, որտեղ հանդիսատեսն է, կա բեմ, որտեղ դերասաններն են եւ երկուսի արանքում մի մեծ տարածություն կա, հոգեբանական տարածություն բնականաբար, մենք ուզում ենք անպայման կոնտրենք այդ տարածությունը եւ ասենք, որ թատրոնը բոլորի համար է։ Թատրոնը սրբավայր չէ, դա մշակութային վայր է, որտեղ հնարավոր է առնչվել դերասանների հետ, առնչվել բեմի հետ եւ եթե լավ աշխատես, ինքդ կարող ես գտնվել բեմում։ Կարծում եմ այս միտումը պետք է սկսել թատերական ինստիտուտից, որովհետև երբ ես ուսանող էի, հիշում եմ, որ մշտապես կար 4-րդ պատ հասկացողությունը, որը հանդիսատեսին առանձնացնում էր դերասանից եւ դու որպես դերասան բեմում կանգնած իրավունք չունեիր հանդիսատեսին տեսնելու, նկատելու, նայելու այդ կողմ իհարկե կային ներկայացումներ, որոնք ավելի ինտերակտիվ էին, այս դաշտում բնականաբար կոտրվում էր ամեն ինչ, բայց 4-րդ պատ հասկացողությունը մեծամասամբ դասական արվեստում պահպանված երևույթ է եւ կարծում եմ ժամանակակից օրերում պետք է մի փոքր այս դեպքը շրջանցել։ Այդ ամեն ինչի մեջ մի քիչ պաթետիզմ չկա, ինձ թվում է ավելի շոց են շատ պաթետիկ։ Գիտեք, այսօր սիրելի աղջիկներ, սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր հանրապետությունում ցանկացած քաղաքացի կարող է վարչապետին ուղիղ տեսնել, հարցերը դիմել կամ նախարարների կամ, չգիտեմ, շատ կարևոր մարդկանց։ Ինչպես ենք պատկասում, որ թատրոնում պետք է այդ ուրեմն տարածությունը լինի դերասանների, արվեստագետի եւ հասարակության միջև։ Դա անհնարին է։ Եվ աշխարհում ուրեմն դեմոկրատ երկրներում հատկապես դա անհնարին երևույթներ են։ Դա մի ժամանակ եղել է հունական թատրոնում, ռուսական թատրոնում, չգիտեմ, տենց այդպես պաթետիկ երևույթներ են եղել, այսօր անհնարին է։ Եվ հենց որ խոսում է այդ փոքր ֆորմատների մասին, տեսեք, փոքր տարածքներում թատրոն ուրեմն ներկայացում տալը, հենց դա կոտրում է, որովհետև դե 1 մետրի 50 սանտիմետրի վրա դերասանը գալիս է նստում է կողքը, 4 պատը վերածվել է, հատկապես մեր հանրապետությունում էլ գոյություն չունի։ Վերադառնալով թատերական շաբաթին, հետաքրքիր է ինչ նոր բաներ կան, որ օրինակ նախորդ տարի չեն եղել, այս տարի արդեն որոշել եք, որ չէ, սա եւս պետք է որպես նորություն բերենք։ Այս տարի հետաքրքիր մի ծրագիր կա, Արևի գրատան հետ ենք իրականացնելու, ընթերցանություն է, այսինքն գրքից են գնում, ընթերցանությունը շատ կարևոր երևույթ է, հատկապես թատերական ուրեմն ոլորտում եւ ընդհանրապես կրթության բնականաբար գրքից ուրեմն ընթերցանությունը բեմադրության ենք վերածում երեխաների միջոցով։ Այստեղ օրինակ անցած անգամ արեցինք դա Սասունի գյուղում, Արագածոտնի մարզի, այդտեղ գրքից ուրեմն հատվածներ ընթերցանություններ եւ երեխաների միջոցով դա բեմադրվում էր։ Շատ հետաքրքիր է։ Մի քանի տենց նախագծեր ունենք եւ շաբաթվա մեջ կիրականացնենք, հետեւեք մեր կայքեջում կլինի ինֆորմացիան, թե որը որտեղ ինչպես են կանելու։ Դա շատ եմ կարևորում, դե բնականաբար մնացածնել այդ հանդիպումները, նոր ներկայացումները ծրագրում կան։ Իսկ ավելի եթե ուղղվածությունը գնանք դեպի մասնագետների վրա, թատրոնի մարդիկ որտեղ կարող են անցնել վարպետաց դասեր, կան մասնագետներ, ովքեր այս թատերական շաբաթի շրջանակներում ժամանել են Հայաստան եւ դերասանների համար եւս կլինեն վարպետաց դասեր, որովհետեւ 27 մարտի 27-ը մասնագիտական տոն է, դերասաններին եւս կարծում եմ կարեւորել եք։ Ձեր ասած նախաձեռնությունը ունենք, բայց ոչ միայն թատերական շաբաթի շրջանակում, այլ ընդհանրապես ամբողջ տարվա։ Մենք, ինչպես գիտեք, աշխատում ենք արտասահմանյան մասնագետների հետ, այս պահին ունենք տարբեր տեղերում, կառույցներում ունենք արտասահմանյան մասնագետներ, օրինակ Սունդուկյան թատրոնում ունենք բեմադրող, որը արտասահմանից ժամանել է, Սիմոն Աբգարյանը ներկայացումներով հանդես եկավ այստեղ եւ իր հետ պայմանավորություն ունենք նաեւ տեխնիկական մասով, օրինակ մասնագետներ կան մեր տեխնիկներին օգնել, որպեսզի ավելի լավ կազմակերպեն իրենց աշխատանքը։ Շատ ճիշտ եք նկատում, որ կարողությունների զարգացում, բարձրացում պետք է կազմակերպենք Հայաստանում եւ մեր մասնագետները միայն դրան են սպասում։ Դրա վրա աշխատում ենք, դա շատ երկարատև եւ խորքային աշխատանք է, որ պիտի իրականացնենք։ Թատերական շաբաթվա գլխավոր միջոցառումը որն է այս տարի եւս արտավազդն է լինելու, թե այլ միջոցառում եւս նախատեսվում է որպես գլխավոր օր։ Ես արտավազդի օրը մենք ունենք պայացները օպերային թատրոնում, ես շատ կուզեի
իմիջիալոց Ջուլիանա Գրիգորյանը Երևանում է եւ իր կատարմամբ է լինելու այդ առաջին խաղը եւ ես շատ մեծ հաճույքով կմասնակցեմ այնտեղ։ Ես գնալու եմ նաեւ Գավառի թատրոն 27-ից 3-ը, որովհետեւ պատվոգրերի հանձնման արարողություն կա եւ մեր Գավառի թատրոնի սիրելի դերասաններին պետք է պատվոգրեր հանձնեմ, բացեցի փակագծերը։ Որպես խրախուսանք։ Այո, որպես խրախուսանք բնականաբար եւ ես չէի ուզենա ասել որին է պետք գնալ, որին չէ։ Խնդրեմ մեր հանդիսատեսը ինքը ընտրի իր թատրոնը, իր ֆորմատը, իր միջոցառումը եւ գնա։ Եթե այսպես ամփոփենք եւ նաեւ հեռուստադիտողին էլ կոչ անենք միանալ, ամփոփենք ընդհանուր ներկայացնենք այս մի քանի օրերին ինչ է սպասվում, ուր կարող են այցելել, անվճար է, անվճար չէ։ Ուրեմն երկուսն էլ կան եւ կան ուրեմն վճարովի ներկայացումներ, բնականաբար մեր թատրոններից շատերը իմիջիալոց զեղչերով են հատուկ գնային, ուրեմն քաղաքականություն են վարելու այս ծրագրի շրջանակներում, բայց միջոցառումների մեծ մասը ուրեմն անվճար է, հատկապես այդ այցերը, հատկապես այդ վարպետադասերը եւ մնացած ծրագրերը անվճար են։ Երկուսն էլ կա, շատ խիտ ծրագիր ունենք, արդեն իսկ սկսվել է ամսի 21-ից տարբեր տեղեր, տարբեր միջոցառումներ ենք ունեցել։ Ես ինքս նույնպես կգնամ կմասնակցեմ երեխաների հետ այս շրջացներին, որովհետեւ ես ինքս նույնպես բացահայտումներ եմ անում ամեն անգամ այդ շրջացերի շրջանակում եւ ծրագրում ամեն ինչ կա, հետևեն մեր կայքեջին կամ զանգում են թատրոն, ասում են այսինչ ժամին, այսինչ օրը կուզենային գալ եւ կազմակերպում են իրենց այցը։ Շնորհակալություն պարոն Դանիելյան, կարծում եմ ամեն ինչ ասված է, մնում է միայն եթե ավելացնելու բան ունեք, Այո, ես նկատեցի, սիրելի հեռուստադիտողներ, նկատեցի, որ այսօր ունենք երկու գեղեցկադեմ, գեղեցիկ եւ շատ մարդկային, ուրեմն հաղորդավարուհիներ եւ հիշեցի, որ Հայաստանում դեռ գործում է կանանց միամսյակը։ Այո։ Եկեք հիշենք, որովհետև մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի արանքում ոչ մի բան չի կատարվում։ Ես ուզում եմ ձեզ շնորհավորել եւ մեր սիրելի հեռուստադիտողներին, կանանց, մայրերին, աղջիկներին մեկ անգամ եւ շնորհավորել այս մեկամսյակի կապակցությամբ եւ ձեզ, սիրելի Զառա եւ Հասմիկ, ես ձեզ հրավիրում եմ որտեղ կուզեք, հրավիրում եմ այս շաբաթ թատրոնի։ Շնորհակալություն եւ լավ խոսքերի համար եւ իհարկե հրավերի համար մեծագույն սիրով մեր ուստադիտողին եւս ասում ենք, որ ոչ միայն այս շաբաթ, ոչ միայն թատերական շաբաթի շրջանակներում, այլ առհասարակ յուրաքանչյուր ամսվա մեջ գոնե մեկ անգամ մեկ ներկայացում դիտելը կամ մեկ մշակութային ներկայացում, ոչ միայն թատերական ներկայացում դիտելը պարտադիր է, որպեսզի ստանաք հոգեվոր սնունդ, հոգեվոր արժեք եւ հետո դա կարողանաք վայելել ձեր առօրյայում, որովհետեւ առօրյան իրականում ծանրաբեռնված է, իսկ նմանատիպ միջոցառումները բավականին թեթևացնում են եւ լիցքավորում են մարդուն։ Իսկ այս պահին առաջարկում եմ դիտենք գովաստ, շարունակեք մնալ Շանթի եթերում, մինչև կեսօր մենք դեռ ձեզ հետ ենք լինելու։